Ողջույն բոլորին, այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել Սևիլիայի հայտնի տոնակատարությունը, Ֆերիան, որը ունի շատ հին պատմություն։ Առաջարկում եմ մի պահ տեղափոխվենք 1847 թվական։ Պատերազմից հետո երկիրը գտնվում էր շատ վատ վիճակում, կար համաճարակ, տնտեսության անկում, այդ իսկ պատճառով երկու հանճարեղ միավորվում են և ստեղծում են Ֆերիան։ Այս մտահղացման նպատակն էր ստեղծել կենդանիների մեծ շուկա, որը կնպաստեր տնտեսության բարելավմանը։ Խոսե Մարիա Իբարրան, ով հայտնի գործարար էր, և Նարսիսո Բոնապլատան, ինժեներ, ով նոր էր եկել Սևիլիա, ներկայացնում են իրենց այս մտահղացումը Սևիլիայի քաղաքապետարանին, և քաղաքապետարանը համաձայնում է, ասելով, որ նրանց կտա 3 օր ժամանակ, որպեսզի տեսնեն, թե ինչ ընթացք է ունենում իրենց մտահղացումը։ Այս ծրագիրը շատ ստացված է համարվում, քանի որ մարդիկ ոչ միայն գալիս են, որպեսզի կենդանիներ գնեն տարբեր քաղաքներից, նաև երկրներից, նաև գալիս էին, որպեսզի անցկացնեն լավ ժամանակ, վայելեն իսպանական ուտեստները, գինին, երգեն, պարեն, ուրախանան, մինչ լուսաբաց։ Այս տոնը նշվում է մեծ շուկով ամեն տարի և եկեք ձեզ պատմեմ, թե ինչպես է սկիզբ առնում և ավարտվում այն։ Ասեմ, որ այն նշվում է ամեն տարի ապրիլին և տևում է 1 շաբաթ։ Ֆերիայի առաջին օրը, որը նրանք անվանում են Էլ Պեսկայիտո, այսինքն ձկան օր, այս օրը նրանք գնում են իրենց վրաներ ընտրելու ձկան տեսականի և ծովամթերքի, որից հետո ամբողջ երեկոյի ընթացքում ըմբում են Ռեմուխիտոսը հայտնի, որը սպիտակ գինու և սպրայթի խառնուրդ է, կարելի ասել անբաժան և կարևոր մասնիկն է այս տոնակատարության, որից հետո ժամը 12-ին վառվում են գլխավոր մուտքի լույսերը և ազդարարվում է Ֆերիայի սկիզբը։ Սիրելիներս, լույսերը վառված են, եկեք միասին մուտք գործենք Ֆերիա և ձեզ հետ կիսվեմ մի քանի կարևոր փաստերով, օրինակ կուզենայի խոսեինք վրանների մասին, որոնք կոչվում են Las Casetas, գոյություն ունին 2 տեսակի, անհատական և բոլորին հասանելի տարբերակը։ Ուրեմն անհատականի դեպքում այնտեղ ինչ-որ տարեկան վճարումներ պետք է կատարվեն և միայն կարող են մուտք գործել այն անձինք, ովքեր ունեն հատուկ հրավերք։ Ուրեմն վրանների մեջ հիմնականում ունենք այսպես փոքրիկ հարմարավետ աթոռ սեղաններ, փոքրիկ տաղավար, որտեղ երեկոյի ընթացքում հնչում է կենդանի երաժշտություն, ծաղիկներ, այն կողմում խոհանոցն է և մի շարք նկարներ փակցված պատին։ Ուրեմն այս վրանները բոլորը համարակալված են և ունեն ինչ-որ հատուկ սիմվոլիկ անուններ։ Իսկ մյուս տարբերակը բոլորին հասանելի, կարող եք մուտք գործել առանց խնդրի։
Եկեք անդրադառնանք ֆեյրիայի ամենակարևոր կետերից մեկին՝ բարին։ Երեկոյի ողջ ընթացքում հնչում է ավանդական երաժշտություն և պարում են սևիդյանա ֆլամենկո պարերը, բայց ավելի շատ տեղ և կարևորություն են տալիս հիմնականում սևիդյանա պարերին։ Այն բաղկացած է 5 մասից, հենց այդպես էլ անվանում են ու համարակալված է առաջի պար, երկրորդ պար, երրորդ պար, չորրորդ պար և 5-րդ պար։ Հնչում է երաժշտությունը և ըստ համարակալված ձևով ընթանում է և այդպես շարունակական էլի։ Զգեստի առումով ինչ կարող եմ ասել, որ ամեն տարի նրանք փոխում են զգեստը, հատուկ կարվում է իրենց համար այս զգեստերը։ Կան մարդիկ, որ 3-ից ավել շոր ունեն, որպեսզի այս մեկ շաբաթվա ընթացքում կարողանան փոփոխական և ավելի ներկայանալի լինեն։ Շատ մեծ տեղ են տալիս այս դետալներին, սիմվոլիկը, պես տեսնում եք շալերին, գլխի վրայի վարդը, մի խոսքով ամեն բան նախապես մտածված է և ընտրված է։ Սիրելիներս, կարծում եմ ամենակարևոր կետերով ձեզ հետ կիսվեցի, իսկ ձեզ կխնդրեմ էկրաններից չհեռանաք, քանի որ այս տեսանյութը շարունակվում է։ Հիմա միասին գնում ենք ուրիշ օր ֆերիա։ Ֆերիա ժողովուրդ։ Մեքենայով գնանք, այս օրերին կայանները դժվար է լինելու, բայց շարժվեցինք, սումանան ենք գնում, նարմիքիս ես սույս տանք, չայանից ներկայացնում ֆերիան, կտեսնենք ինչ գեղեցիկ հագնվում են, պատրաստվում են, կանգառում մի հատ սև շորերով աղջիկ կա, կարս ցույց տաս, չգիտեմ, նրանից չի էլ երևում այդքան։
քայլելով գնում ենք։ Լավ սաբրի եղանակա չէ՞ ման։ Ինչպես տեսնում եք, մենք արդեն տեղում ենք, հիմա քայլելով առաջանում ենք դեպի գլխավոր մուտքի մոտ։ Մուտքը ամեն տարի տարբեր լինում, քանի որ այն հատուկ փոփոխությունների է ենթարկվում։ Մուտքի մոտ նկարվելը դարձել է ավանդույթի պես բան։ Ես էլ որոշեցի ավանդույթը չխախտել։ Ֆերիայի հենց առաջին օրը մեկնարկում են, գիշերը վառվում են, որից հետո արդեն թույլատրվում է ներս մտնել եւ սկսվում է արդեն տոնակատարությունը։ Եկեք անցնենք ներս, տեսնենք ինչ ունենք ներսում։ Տեսեք, օրինակ, ընդհանուր ֆերիայի տարածքը բավականաչափ մեծ է։ Ասեմ, որ այս ամենը պատրաստելը բավականին շատ
աշխատատար է, քանի որ ամիսներ առաջ նախապատրաստում են, շատ ժամեր են անցկացնում, այստեղ մատուցողները, անվտանգության աշխատակիցները, ոստիկանները, հրշեջ ծառայության անձնակազմը, մի խոսքով կարելի ասել նրանք հերոսներ են։ Այս տոնը շատ սիրված եւ հաճելի է ամեն տարի այս օրը տարբեր քաղաքներից, տարբեր երկրներից, նաեւ շատ հայտնի մարդիկ են գալիս, որպեսզի տեսնեն եւ մասնակցեն, եւ ովքեր որ գալիս են, ասում են, որ նորից կուզենային կրկնել այս փորձը։ Հիմա եկեք քայլելով մոտենանք մի վրանի մոտ, տեսնենք ինչպես են պարում սևիդյանաբարերը։ Սիրելի հետևորդներ, այսքանով չենք սահմանափակվում, ասեմ, որ տարիների ընթացքում նաև ավելացվել է
կարուսելների բաժինը այս տոնակատարության մեջ։ Հիմա մենք ուղևորվում ենք դեպի այդ կողմ։ Մեր քաղաքում չունենք ատրակցիոնների այգի, կարուսելները։ Միայն մեզ տրվում է ապրիլ ամսին այս հնարավորությունը, որպեսզի գանք։ Երևանի պես չէ, երբ ցանկանանք կարողանանք գնանք։ Այդտեղ միայն այս ամսին է լինում, կամ էլ նոր տարում, բայց հիմնականում այդ նոր տարվա ատրակցիոնները փոքր երեխաների համար են նախատեսվեցնում այս ֆերիայինը տարբեր տարիքայինների համար։ Եվ տեսնենք ինչ ունենք այս հատվածում։ Հիմա մոտենում ենք մի շատ զվարճալի կարուսելի մոտ, El Toro, այսինքն ցուլիկը։ Պետք է հեծնեք ցուլիկի վրա եւ կարողանաք մինչեւ վերջ պահել ձեզ, քանի որ այս ցուլիկը սկսում է պտտվել եւ շարժվել առաջու հետ։ Եվ ով որ մինչև վերջ կարողանում է պահել իրեն, ճանաչվում է հաղթող։ Հիմա մոտենում ենք կրակելու տեղ, ասեմ, որ ես շատ եմ սիրում եւ բավականին լավ է ստացվում ինձ մոտ։ Եկեք տեսնենք ինչ արդյունք ունենք այստեղ։
Այդքան էլ բաց ստացվեց, իհարկե երկու հատ բան շահեցի։ Շարժվենք առաջ և եկեք նստենք այս աշխարհ կարուսելը։
Մեծ Արտուրից էլ չէր գալու։ Բայց դա գայ վախենալու չի, բայց Այ հիմա վախենալու։ Բայց էլի ենք բարձրանալու։ հիմա շատ Դասերին գլուխը սկսեց խաղալ։ տրամադրվի։ Դա բաների ասել։ Պատկերացրու։ Դասի վախենալու չի։ Դասի վախենալու չի, դա տրամադրումը։ Նակ Հայաստանի պրոբկային չէ, ասում ես կարուսելի։ Աշխար։ Աշխար։ Հա, չգիտեմ աշխար։ Մենք որ փոքրենք տենց ենք կապակում։ Շատ դանդաղ է Հայաստանի ռիսկը, արագ է։ Արագ է, հա։ Բայց վերևից շատ գեղեցիկ է նկարել։ Նկարենք։ Շատ էլ կա։ Ժողովուրդ ուրեմն մաման ասեց արի համ այս կարուսելը կնստենք հանգստանանք, համ էլ վերջից կնկարենք, բայց մենք ավելի շատ անհանգստացանք, Mira, gato. Super rato. Ժողովուրդ ջան, այս ատրակցիոնը կարելի ասել ամենավտանգավորներից է այստեղի։ Ինքը սենց անիվի պես կամ չգիտեմ գնդակի պես բան է, որը որ սենց մտում են դեպի օդ։ Եղել է, որ տարիներ առաջ փոխվել է եւ այս տարում էլ է դեպ գրանցվել։ Նախապես նստելուց առաջ պետք է հատուկ թուղթ ստորագրեք, որ դուք լիովին պատասխանատու եք, ինչ կլինի ձեզ հետ։ Y ahora sí, gracias por vuestra visita y les recordamos que la salida la tenemos en el lado contrario de la entrada. Les esperamos en los próximos viajecitos. ¡Hasta la próxima! Սիրելիներս, սա այս տեսանյութի առաջին մասն էր, երկրորդ տեսանյութը շուտով կլինի ալիքում, դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմելով subscribe պուջակը, զանգակը, որպեսզի բաց չթողնեք հետագա իմ բոլոր տեսանյութերը։ Մինչ նոր հանդիպում։